Գործից անում են, չէ՞, Սերգեյ։ Դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Ինչ անել։ Կշտանալ չկար։ Երրորդ ձեր սեղմում Բարև ձեզ, եթերում ARM Comedy-ն է հաղորդում, որը գոյություն ունի իր պատրոնների շնորհիվ։ Ու ասեմ ավելին, դուք կարող եք դառնալ այդ պատրոններից մեկը ընդամենը մեկ շաուրմայի արժեքով ամիսը մի անգամ։ Լինեք մեր աջակիցը, մեր մեջքը։ Իդեպ պատրոնների համար մենք բացել ենք այնտեղ OnlyFans բաժինը, որտեղ սուր քննարկումներ են գցում, մենակ այնտեղ, ինչու ոչ նաև մեկ-մեկ բախումներ։ Լավ, իսկ մեր գլխավոր գործընկերն է GTB Holdings-ը, որը Դավիթ անհաղ 25 հասցեում ավարտին է մոտեցնում բնակելի շենքի շինարարությունը, իսկ Սերգեյ, ինչ է լինում բնակելի շենքի առաջի հարգերում։ Իհարկե կոմերցիոն տարածքներ, այնտեղ կարող է լինել ձեր բանկի մասնաճյուղը, սուպերմարկետը, ինչու ոչ նաև Kung Fu-ի կենտրոնը։ Kung Fu։ Դի կարոտայի ձև է, մի քիչ բան է հնչում, բայց Kung Fu։ Դուք գիտեք, որ էլեկտրաէներգիան Հայաստանում տարեց-տարի թանկանում է։ Իսկ գիտեք, ում համար այն չի թանկանում։ Solar Holding-ից արևային կայան ձեռք բերածների համար։ Դե ուրեմն դիմեք Solar Holding-ին, որպեսզի այդ թանկացումը ձեզ միայն օգուտ բերի։ Այո, կթանկանա, դուք էլ ավելի շատ եկամուտ կստանաք։ Շնորհավոր, նորամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան։ Կեր։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, Չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոն է ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Նոր քիթապետարանի ծեծից չանցավ տենց մի 4-5 օր եւ Ավինյանը վերջապես խոսեց դրա մասին։ Պարզվեց Ավինյանը դեմ է բռնությանը։ Այո, ու գործից հանեց, չէ, թաղապետին, չէ։ Սպասի, արի առաջ չընկնենք։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ բռնության որևէ ձև լինի դա ֆիզիկական բռնություն, լինի բռնությունը խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն։ Եվ ուրեմն ով չունի զսպվածություն ու կիրառումա բռնություն, իրան գործից անում են, չէ, Սերգեյ, չէ։ Նարեկ լսի Ավինյանի զուսպ հավասարակշռ եւ իմաստուն խոսքերը։ Սիրտս այդտեղ վկայում է, որ հեսա ինչ որ բայց ալնելու։ Էս միանշանակ հակա օրինական բանում էսա լինելու է ինչ որ բայց։ Բայց կարող է ես եմ պարանոիկ, կարող է ոչ էլ լինելու է բայց։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով, որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել։ Բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի գործընկերներ, կա քրեական գործ եւ նաեւ քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ, այնուամենայնիվ։ Всё, չի հանում գործից։
Այսինքն շանտաժը աշխատեց։ Ինչ շանտաժ։ Եթե Երևանի քաղաքապետը Տեր Մարգարյանին ազատի նոր-նորքի թաղապետի պաշտոնից, իրենք վայր կդնեն լիազորությունները։ Ու քանի որ ԿՊ-ն մի կերպ էր Ավինյանին դարձրել քաղաքապետը հանրապետություն կուսակցության ձայների շնորհիվ, առանց իրանց ԿՊ իշխանությունը կլներ նո մոտավորապես այն մանկապարտեզի նման կամ փակ շուկայի դեմի գետնանցման նման։ Կամ Տիցեռնակաբերդի խճուղու այն աչ մասի նման, այսինքն շուտ կփլվեր։ Պարոն Տեր-Մարգարյան, կարծում եմ դուք պետք է ասելիք ունենաք տեղի ունեցածի վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, Այս անցումը ոնց որ նախորոք պարապած ելնեին։ Ոգե սիրտս վկայում է հեսա մեզնից հայցելու են ներողամտություն նորից։ այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Շնորհակալություն։ Կոնկրետ ինչ եզրահանգումներ։ Օպե դա ասեց բազմաթիվ։ Բազմաթիվ ինչ։ Բազմաթիվ կարևոր եզրահանգումներ ինչու՞ դրե փորփրում։ Okay, հանրությունը կուզենար այդ բազմաթիվից top 3-ը իմանար։ Top 3-ը բազմաթիվ են ու կարևոր, հա մի կպի։ Ասեց, всё, անցավ գնաց։ Անցնենք այս դեպքի հետ որևէ առնչություն չունեցող բոլորովին այլ դեպքի, այս գիշեր Երևանի քաղաքապետարանի ավականներից մեկի մեքենան գիշերը վառեցին։ Ժողովուրդ ջան, ուրիշ բան չենք էլ սպասում։ Ճղճիբ քայլերն են հերթական։ Կնոջս մեքենան դուրսը կանգնած, տան դիմաց, ցույց տամ, ապակին ջարդում են։ Հիմա արդեն կա հաստատել էլ։ Մեջը նետում են վառվող ինչ որ պարագա եւ ամբողջ մեքենան Մի րոպե հենց նույն խմբակցությունից է ավականին, որը բացահայտել էր մանկապարտեզի դեպքը եւ մասնակցել յոգուրտ օպերացիային։ Հենց այդ նույն խմբակցությունից է։ Հա, դե չէ, ոչ մի կապ չեմ տեսնում։ Եթե մտածում են, որ վերադարձել են 90-ականներ եւ փորձելով մարդու ավտոմեքենան այրել, լրացնել, ուրեմն ասեմ, գլուխներ քարին եք տվել, երեսներ պատին եք տվել։ Այսինքն այն համակարգված պայքարը կոռուպցիայի դեմ որ կա, շարունակվելու է եւ քաղաքը իրոք ճգնաժամի մեջ է։ Վերադարձրեք 90-ականներս։ Այդ որ երգում էին, вообще այս մասը նկատի չունեին 90-ականների։ Լավ էլի, ես Եվրոպայից 15 պակաս ժող բաստիոնում սենց դեպքեր տեղի չեն ունենում։ Նո բացառությամբ Արտուր Չախոյանի վրա որ պատժեզդի մոտ հարցակվեցին, Էդգար Ղազարյանի վրա որ հարցակվեցին, էլ տեղի չեն ունենում։ Այն դեպքերը, որ բացահայտվում է մեր կողմից եւ Գևորգ Ստեփանյանի կողմից, իրար հետ մենք երկուսով միասին մանկապարտեզի բակում թափված լույսերի խայտառակ իրավիճակներն ենք արձանագրել, Գևորգ Ստեփան արձանագրել է Տիցեռնակաբերդի անցումը, բազում կոռուպցիոն դեպքեր։ Այստեղ հոп ամենայն հարգանքով Գևորգի հանդեպ, բայց Տիցեռնակաբերդի խճուղու հարցը դա մեր երեխեն է, իմ ու Նարեկի բաստարդն է։ Այո, մենք 3 տարի այդ հարցը առաջ ենք բրթում ու հիմա մի 10 ամիս էլ ենք բրթելու ու երբ դա ակնհայտորեն fail-վի, մենք էլի բրթելու ենք։ Հա, դե կար, բրթելուն լավ բառ չէ, դες ասեցի ու ջոգեցի քեզ։ Բայց վերադառնանք քաղաքապետարան, որտեղ մասիվի թաղապետը հիշեցնեմ, ասեց, որ բազմաթիվ եզրահանգումներ արել։ Ես իհարկե գնահատում եմ, պարոն Տեր-Մարգարյան, ձեր խոսքը։ Կոնկրետ որ մասը, ախր ինքը ոչ մի բան չասեց, ասեց որ միստիկ եզրահանգումների այկել, դա ինչ եզրահանգումներ են, կարող է եզրահանգման այկել, որ պետք է ավելի ուժեղ բոքսեր, կամ որ պետք է ավելի շատ ով տվի, ախր ինքը բան Հանգիստ մի հատ Զատո Ավինյանը եզրահանգել է, որ քաղաքով մեկ sense անորակ շինարարություն չի կարելի թույլ տալ։ Այս միջավայրում տեխնոլոգիաների եւ այսպես ասած TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը ել ավելի մեծ երանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր
որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Դու հագին լավ կլներ, որ մկան շարժեք կամ ջան գործադրեք այդ անորակ շինարարությունների դեմ, որովհետև հանգարց տպավորություն չստեղծվի, էլի, որ այս մանկապարտեզը ինչ որ միակ դեպքն է կամ առաջի դեպքն է։ Անես մի հատ թեթևի մեջ Google-ենք։ Օ, սա էլ չեն ասի, սա ճաք է, սա նորմալ է, սա այսպես էլ պետքա լիներ։ Սա նոր սերնդի ասֆալտի որակական տեսքն է։ Կամուրջի բարեկարգման համար մոտ 70 միլիոն դրամ է հատկացել։ Այսինքն 75 միլիոն փող է ծախսել։ Բետոնը հիմքն է, ըհը։ Այսինքն, տեսեք, արդեն սենց քանդվում է, քանդվել է, սա էլ արդեն տեսնում եք, քանդված է, սա էլ է քանդված։ Տիգրան Ավինյանը վերել գետնանցումում Երևանյան լիճ 2-ը սարքել ու ես ասենք ժողովուրդը այս ամեն ինչը չի գնահատում։ Սաղ իդեալական էր, արես չար բլոգերը եկավ, նկարեց, գցեց TikTok-ում մանիպուլացրեց։ Լավ, հերիքա քաղաքապետարանի հոնքերից կախվենք, չէ՞ որ կան այլ հետաքրքիր զարգացումներ եւ բացահայտումներ։ Այո, հետքը գնաց մի բնակարանի հետքերով։ Այո, սա սարսափելի կալամբուր էր։ Հերթական պատմությունը մեզ բերել է Երևանի փոքր կենտրոն, Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկ։ Իմ թիկունքում գտնվող այս բարձրահարկ շենքում բնակարան է ձեռք բերել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի որդին։ Տակ, հոպ, ԱԱՑ-պետի որդին է, այդտեղ պետքա շատ զգուշ լինել։ Կարող է вообще շատ համեստ փոքրիկ բնակարանա մի 30 քառակուսի պատոհանցել մենակ արա լեռն է երևում։ Հալի դե չի ամեն ինչ որ Աբովյան Թումանյան խաչմերուկում է շատ թանկ է։ Մոտ $600,000 արժեցած բնակարանը գնվել է վարկով։ Վարկը տրամադրել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայ Էկոնոմ բանկը։ Տեսակ որ ամեն ինչ նորմալ է, վարկով, Սերգեյ, վարկի բանկերը բոլորին տալիս են, չէ՞ մի 600,000 վարկ։ Աշ ու ձախ, նույնիսկ ոչ հուսալներին, նենց ասենք առաջ։ Հա, արա, բայց հետքը մի հատ էլ ուշագրավ բան անդեղ ասում։ Արա դե հետք։ Okay։ Տիգրան Մանուկյանի անունով գրանցված գույքերի ուսումնասիրության ժամանակ սեփականության իրավունքով նրան է պատկանել Աբովյան 9 շենքում գտնվող եւս մեկ բնակարան։ Դատախազությունը ուսումնասիրությունից հետո այդ բնակարանը չի ներառել բռնագանձման ենթակա գույքերի ցանկում։ Դատախազության կողմից դատարան հայց ներկայացնելուց օրեր անց Տիգրան Մանուկյանն Աբովյան 9 շենքի համար 30 բնակարանը նվիրել է Եղիշ Համբարձումյանին։ Գույքի նոր սեփականատերը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի ծանոթն է։ Ադե հիմա միլիոն հատ ծանոթ կարա ունենա ԱԱՑ-պետը, ինչ մի դարի բացահայտում եք անում այ հետ։ Սկական, ցելի հետ։ Տիգրան Մանուկյանից լիքը բան են բռնագանձել, էս մի բանն են թողել։ Ստեղ ինչն է տարօրինակ։ 4 ամիս անց էլ բնակարանի սեփականատեր է դարձել Արմեն Աբազյանի որդին։ Բռնագանձման հայցը դատարան մուտք անելուց մի քանի ամիս անց բռնագանձման ցուցակում չներառված բնակարանը վաճառվել է։ Այն ձեռք է բերել ԱԱՑ տնօրեն Արմեն Աբազյանի որդին։ Հետ ջան, ախր ամեն մարդ էլ ինչ որ մեկի որդին է, չէ՞։ Հետ ջան, տես մատալնում ա որ ոչ մեկի որդին չի։ Հետ կայ հետք, հա։ Արեք, ես րոպե 16 անգամ ասում հետք։ Որ իմանան, որ հետքի բացահայտումն է, ոչ թե մեր հետքի բացահայտումն է։ Իրոք, սա մեր բացահայտումը չի, սա հետքի ջեբի մեջ մեր գտած բացահայտումն է, բայց նաև կա առաջընթաց, նախկիները քեշ փողով են առնում, իսկ մերոնք Աբազյանենք, նրանք վարկով են ձևակերպում, լավ չի։ Առաջինած կա, իսկ երբ դատախազությանը հարցրեցին, բայց ոնց է որ ամեն ինչը բռնագանձել են, բայց այդ մեկը չէ, ու հետո տենց եղավ, էլի դուրս եկան նախկինների վրա։ Որևէ գույք ոչ թե դուրս է թողնվել պահանջվող գույքի ցանկից, այլ Տիգրան Մանուկյանի անվամբ գրանցված այլ գույքի մասով պահանջ չներկայացնելը պայմանավորված է այդպիսի գույքի իրական շահառու Գագիկ Ծառուկյանին համարելու եւ դրանց ձեռքբերումն ապօրինի որակելու փաստերի վկայակոչման նպատակով վերը նշված ապացույցների անբավարարությամբ կամ բացակայությամբ։ Ինչ անհետքելի փաստեր է ձեռք բերել դատախազությունը, որ Աբովյան 9 շենքի 36 եւ 39 համարի բնակարանների իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, իսկ 30 համարի բնակարանի իրական շահառուն ոչ։ Вообще հետաքրքիր չի հետք։ Вообще հետաքրքիր չի։ Ու вообще մենք ընտրանում ենք ուրիշների վրա։ Այ օրինակ դատավոր են ձերբակալել։ Նախքին Եսի թվում էր թե ահագին ներկա, որովհետև լիքը
ընդդիմադիրներ ա դատել, բայց պարզվեց ինչ, մի ահագին նախկին բուրգ, նախկին ազավր, նախկին շտեյն։ Ինձ ով կարա տապալի գեդի, ես եմ սաղ կյանքում բոլորին տապալ է, եղավ, վերջ։ Դատավոր Արտուշ Գաբրելյանը դեռ կեսօրին նախքան ԲԴԽ-ի որոշումը լրագրողների հետ կարճ զրույցում այսպես նկարագրեց իր հետ տեղի ունեցածը։ Իսկ պատահել էր հետևյալը. կաշառք տարու ստանալու եւ օժանդակելու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական բարույթի շրջանակներում 3 դատավորին դուրս էին հանել նիստերի դահլիճից։ Թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում դատավորին, իրավապահները լռում են։ Դատավոր Գաբրելյանն էլ հակված չէր փակագծերը բացել։ Okay, նախքան այս գործը եկեք խոսենք ամենաակնառու հանցագործության մասին։ Այդ մազերի պահը Իս թվում իրավիճակներ, որ ավելի ճիշտ է ուղղակի սախ սափրել։ Ճպլը նորաձև է, դե ոչ մի վատ բան չկա։ Հա, էլի նես չէ, որ մարդիկ կողքից նայում են ու ասում են այդ սանրվածքին, նայեք, համարյա ճպլ չի։ Հա, կամ արեք են Գոր Վարդանյանը ինչ արի, այ դրանից։ Ու այդ ժամանակ սենյորիտաները սենց հերթ կշարվեն, ինքն է ստիպված այսպես թղթով սենց կպաշտպանվի իրանցից։ Լավ, անգա, գիտեք, ձեզ կաշառքի մեջ են մեղադրում, ու ստացել եք, պարոն Գաբրելյան, ընդունում եք, որ նման Այդ հարցը մինչև որոշում չլինի ինձի բանջած։ Okay, խոսքերս հետ եմ վերցնում։ Բուն գործը, Սերգեյ, ինչի մասին է։ Կաշառք, բայց իր մասով չի։ Դատավոր Արտուշ Գաբրելյանի վարություն դերևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբականակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելուն եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Եվ ահա ըստ նախնական վարկածի դատավոր Արտուշ Գաբրելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին եւ աղմության ժամկետի հիմքով այս գծով անցնող հերոինի պարագլուխի Զորաբ Եզգատյանին պատժից ազատին։ Այս ժողովուրդը ոնց որ յուղոտ մանրամասներ ունի, հա։ Էս հələ յուղոտը չի, էս յուղոտի վրի կորոչկեն է։ Իրավապահները խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրելյանի տունը եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն խոշոր չափերի գումար են հայտնաբերել։ Արմունու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն հայտնաբերված գումարի չափը նախնական վարկածի կազմում է $550,000։ Հանգիստ, սա դեռ հաստատ չի։ Նո, պրինցիպի հա, կարող է ոչ էլ գտել են ոչ մի բան, կամ գտել են ու 1.5 միլիոն արնել, բայց գտնելու պահին 5 միլիոն, կամ կարող է մեկը տվել էր ասել էր մի քանի օր կպահես ձեր տանը, ամեն Մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ կտորում կոմունիզմը շարունակում է վերադառնալ Գյումրի, իսկ իմպիչմենտը շարունակում է չվերադառնալ Երևան։ Ալո, առողջ ապրելակերպ նախընտրող մարդիկ ձեզ են ուզում։ Մեր գործընկեր Pokeball Impasta ներկայացնում է Pokeball-եր թարմ սառը մզվածքով կամած հյութերի եւ իմուն շոթերի շարք։ Համեղ, սննդարար եւ բնական բոլերը կարող եք պատվիրել առցանց, արդեն հասանելի են Buy AM-ի միջոցով եւ այսօր լանչին ինչ ուտել հարցը համարենք լուծված։ Թարմ ուտելը հարմար եւ ամբողջ օֆիսով հոտը չի ընկնում։ Եվ այսպես դժվար ժամանակներ են իշխանության համար, որ պաշտոնյան ուր գնում է բոլոր հարցերը միայն թաղապետարանի ծեծ կրթուկի մասին են, ինչ անել։ Շտապ պետքա գնալ Երևանից ունտեղ լուրեր ստեղծել։ Օրինակ Լորիում։ Էդում պետքա հանդիպի, որ թաղապետարանից հարց չտան։ Ինչ եք սովորում, լավ։ Նախադասության սաները։ Ինչ նշանակում նախադասության սաները։ Նախադասությունը ուսուցչուհին է, սաներն է երեխաները։ Աղջիկ ջան, մի հատ կրսական հարց տուր վարչապետին, ասա դատապարտում է բռնությունը թաղապետարան, թե չէ, ինչ սաներ, ինչ տարեր։ Ասի, քանի եկել են, մատ պետք է երեխաներին կարևոր բան սովորացնել։ Եթե նախադասությունը ուսուցիչն է, բառերը աշակերտներն են, ուրեմն տառերն են, աշակերտների տատիկներն են, քիտիկը, մազերը, չէ։ Հայոցը գցեցինք տեղը, գնացինք առաջ։ Բոլոր երեխաների ամենասիրած դասը, ֆիզկուլտը ոնց է։ Եվ ինչ սովորացրեց սիրելի վարչապետը ֆիզկուլտի սիրահարներին։ Տենց շիտ ենք գցում այ բալամ։ Թողեք երկրի ղեկավարը սովորացնի ճիշտ շիտ գցել։ Բայց բասկետբոլը քոչարանինը չէր։ Հատիկ առ հատիկ վերադարձնում է։
Տղեկ խայտարակ չեն կլում, մի հատ կենտրոնացեք։ Այդ վարչապետի սովորացրածով փորձեք։ Այ սա ուրիշ։ Այո, Steph Curry-ն լաց է լինում։ Բայց այցի նպատակը իհարկե բասկետբոլ խաղալը չէր, այլ տեսնել ոնց է Լորին անցած տարվա ջրհեղեղից հետո վերակառուցվել։ Ասենք գանք տենանք ոնց է եղել կանոց չէ, լավ եք, բարև։ Ինչ մտքիր, խնդիր պարզավատում առանց խնդիր ոնց կլինի բա։ Որն ամենակարևորը մի հատ ասա։ Մի հատ խնդիր ասա ու ցանկալի է թաղապետարանի ծեծ կրտուքի մասին։ Չէ, խնդիրը իրականում այնտեղ է, որ ջրհեղեղը տարել է լիքը տներ, դրանք պետք է վերակառուցվեն, բայց իրանք քանի որ գրանցված չեն, ոնց որ փոխհատուցումը չեն ստանում։ Օրինակ մի հատ տնակ ենք ունեցել ավտոտնակ գետի այս ափին, էտել է գետը դեպետը։ Գներեք, չէ, կախովի կամուրջը հիմա կա, նորը կառուցում է զարոտի ժամանակ, այլի գործընկերներ։ Նրանից են կոմ ճանաչ։ Նրանից են կոմա պետք է կախովի կամուրջ կառուցվի, բայց խնդիրը նա է, որ եթե իրանք չեն ստանում փոխհատուցումը, տանը ինքը վնաս չի պատճառում։ ԲԳՎ պետք է ստանան, բայց քանի որ փաստաթղթեր չունեն, ԲԳՎ չեն կարող ստանալ։ Ոստեղ շատ անհարմար վիճակ է, որտեղ այս դեպքերին Փաշինյանը դեռ կես տարի առաջ անդրադարձել էր կառավարության նիստում։ Հիշեցնեմ, եւ նոր էր եղել ջրհեղեղը, պարզվեց, որ տարիներով գույքահարկ մուծած չէր այդ տների համար, ոչ էլ իրան գրանցած էին։ Դրա համար փոխհատուցում չէին տալի։ Մենք ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում։ Դա բացառված բան է։ Ես բացառում եմ, կներեք ամենայն հարգանքով։ Իսկ տիկնոջ տունը, ում կես տարի անց հանդիպեց ընդեղ, հենց այդ անփաստաթուղթ տներից էր։ Շատ անհարմար վիճակ։ Վկայագիր է։ Իրավիճակ եք նկարագրում, որի վրա պետք է մտածել։ Դա պարզ, որովհետև այս տրամաբանությամբ հազար ներողություն, եթե մասնավոր տունը իր ենթակառուցվածքը, որ պետության պարտավորություն չի, բայց դե մի իրավիճակ եք ասում, որ պետք է մտածենք ոնց կարող։ Իսկ մինչ Փաշինյանը մտածում է, իր դիմաց մի շատ հաճելի դեպք տեղի ունեցավ։ Փաշինյանի դիմաց դուրս եկավ իր երազանքի քաղաքացին։ Ռոդրը սովորել է, երկու մայ թեկտալի այն անգամ որ խոսում է գիտես չէ։ Ճիշտ է, սա ասում։ Դու ես շատ էլ լսում ձեր ամեն մի ելույթ։ Վերջապես կարացի ասես որ ժողովուրդին սովորել են աշխատել։ Նա այն որ ասում աղքատ ենք դարձել ու վիշև դարձել աղքատ։ Վերջապես մի մարդ Երազանքի քաղաքացի, որը վերջապես գիտակցեց արա, որ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է լոդեր եւ աղքատությունը ուղեղում է։ Այո, գյուղացին այնքան պրոգրեսիվ էր, որ մի պահ թվաց, որ կարող է հայտարարագիրն էլ լրացրած լինի։ Այդ ոչարը եղած է։ Ավտոքերի ակտեր բաշա, թե ոչ թե դեմքերը լավ։ Պաստանի ոչ։ Հա, այդ մեկը չէ, մեկը չեմ։ Այս դու իսկապես քեզ եմ Երանի բոլոր գյուղացիները սենց լինեին։ Այո, գյուղացուց կշտանալ չկար, Փաշինյանի օրինակով ոգևորված, նա գյուղի գազի հարցն էլ էր լուծել։ Անցած տարվանի հունիսի 22-ին դիմումը տվել է ու համարյա ամենօրյա կռիվ քաղաքապետարանից ինձ ասում են, ես չես դեր գլխին դնամ։ Գազերը սաշտեն երկու տարին ակաշած արխի։ Երորդ ձեր սեղմում։ Ես անգամ, Չաջողեց։ Լավ, քանի 4-րդ ձեռք սեղմանը չի անցել, վերադառնանք դառը Երևան։ Այո, իսկ ինչ հարցեր են տալիս այդ ընթացքում Երևանում։ Եթե առաջ գոնե մարդկանց պատիեզներում էին ծեծում կամ զուգարաններում, հիմա ծեծում են արդեն պաշտոնյայի աշխատասենյակի ընդունարանում, են ոչ ավել, ոչ պակաս ուղիղ եթերում։ Դե ի տարբերություն, երբ որ նշում եք, ասեք ոչ թե զուգարաններում ծեծում էին, այլ սպանում էին։ Առաջընթաց։ Պետք է դրականը նկատել, բայց ստեղ կոնկրետ բռնության մասին է խոսքը։ Ես ընդհանուր առմամբ ուղղակի դատապարտում եմ բռնությունը, այդ թվում նաև այս բռնությունը, այդ թվում նաև օրինակ ձեր լրագրող գործընկերներից մեկը իր պատին, Facebook-յան իր պատին այն օրվա ազգային ժողովի
դահլիճում, նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո գրառում էր արել, որ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանին եթե Տավուշում մի լավ ծեծեին, այսօր եւ շարունակել էր իր միտքը։ Հավասարապես դատապարտում եմ համ ծեծը, համ ինչ որ մեկի գրառումը ծեծի մասին։ Լավ, եկեք չմոռանանք ինչի համար են ամենաշատը մեղադրում այս իշխանությանը։ Մեզ շատ հաճախ արդեն շատ վաղուց քննադատում են, որ ինչու կոշտ չենք վարվում այն մարդկանց հետ, ովքեր եւ այն լրատվամիջոցների հետ, ովքեր, չգիտեմ, հայոյում են եւ սուտ տեղեկություններ են հրապարակում։ Այս ժողովրդից գլուխ չենք հանում, մեկ ծեծում են, ասում են մի ծեծեք, մեկ չեն ծեծում, ասում են դե մի քիչ կոշտ վարվեք, էլի սենց է չի լինի։ Իսկ այդ դասքում ազգային ժողովում մոլեգնում է impeachment-ը, որը կոշտ հակազդեցության է արժանանում մեկ ընդդիմության, մեկ իշխանության կողմից։ Ավելին, սա հրաշալի առիթ էր ընդդիմության մեջ նոր կռիվ հրահրելու։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև դարձել է միմյանց քննադատելու եւս մեկ պատճառ։ Հանրապետականին ուղղված կշտամբանքներին ի պատասխան կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Facebook-յան իր էջում գրել է. Իմպիչմենթի հարցով հասկանում եմ ձեր դիլեման, երկրորդ նախագահին առաջադրել չեք կարող, ուրիշին էլ չեք ուզում, սակայն այս դիլեման հնարավոր չէ լուծել, Նիկոլին զիջելով ու այդ անհաջողությունս քողելու համար մեր դեմ համառորեն կռվելով։ Դե, մնում է միայն մեկ հույս, Աղազարյան։ Ճիշտ է, Աղազարյանը խոստացել էր impeachment անել վարչապետին, հա։ Դե, բայց նաև չմոռանանք, որ Աղազարյանը նաև խոստացել էր, որ վարչապետը ինքնուրույն հեսա հրաժարական է տալու ու նոր ընտրություններ ունելու, բայց ինչևէ, մասկը միանում է impeachment-ին։ Հովիկ Աղազարյանն այսօր Ազատության հետ զրույցում բացառեց, որ ինքն ու ԿՊ-ից հեռացած մյուս պատգամավորը Հակոբ Ասլանյանը կմիանան Հայաստան ու պատիվ ունեմ խմբակցությունների նախաձեռնությանը։ Փոխարենը չբացառեց, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ կուսակցությունը մասկը կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Դե նախաձեռնեք, թող մյուսներն էլ միանան։ Իսկ ու հիմա ես վախենալով եմ սա հարցնում, վարչապետի տեխնացու ունեն։ Թե ով կլինի վարչապետի իրենց տեխնացուն Հովիկ Աղազարյանը չցանկացավ նշել։ Դե չեմ կարող ասել էլի հիմա այս բանը։ Ունեք թե չունեք, թե ունեք։ Ունեք, ամեն ինչ ունեք, բայց նպատակալված չեմ գտնում ասել։ Դե ինձ թվում է մաս կուսակցության ամենաերիտասարդ եւ ավյունով լի անդամը պետք է լինի։ Աղազարյանը։ Ուրիշ երիտասարդ ճանաչում ես իրենց կուսակցությունում։ Այդ դասքում Գյումրիում կոմունիստները, կոմունիստի ձևավորում են իշխանություն սիրելի ընկերներ։ Ֆինանսատնտեսական հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը Գևորգ Ղուկասյանը, իսկ դստեր ամուսինը Ավետիս Առաքելյանը աներոջ առաջին տեղակալը կլինի։ Առաքելյան Ավետիսը իմ փեսան է, ես շատ պատասխանատու եմ ու շատ պահանջելու եմ իրենից ավելի շատ քան որևիցե մեկից։ Որ հանկարծ չմտածեք, որ հետը փափուկ ալնելու, նենց անելու հասնելու է, որ ասի, արա, շուն ելնեմ, տան փեսան չելնեմ։ Լավ, ինչ ասում մեր փեսան։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարինը Տեր Աստծուց, որ կարողացա հասնել այս բարձրաստիճան պաշտոնին։ Աստված դեռ երբեք այդքան ուրախ չէր եղել կոմունիստների իշխանության գալուց։ Դե բայց արի դուզը խոսանք, Աստվածը նես չի, որ մենակ Աստված էր զբաղվում այդ գործով։ Թայլանդի երկրաշարժերը թողել էր իր վրա էր։ Էլում ենք շնորհակալ։ Եվս մեկ հոգու ենք շնորհակալ։ Շնորհակալություն եմ հայտնում ինձ կողմ քվեարկած բոլոր ավականների անդամներին։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, պարոն քաղաքապետ, վստահության եւ առաջադրելու համար։ Նույն ձայներով քաղաքապետի մյուս տեղակալ ընտրվեց Կոմկուսի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանը։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես ձեռնպաներին։ Այս մեկը ոնց որ հին կոմունիստ է, ոչ մի շնորհակալություն Աստծուն չասեց։ Աստված ու Վարդան Ղուկասյան իրար հետ մի նախադասությունում հասկացանք, բայց ձեռնպահներին ինչ էր շնորհակալ։ Որ հետագայում կապացուցեմ իմ աշխատանքով, որ այդ ձեռնպահությունը կդառնա ավելի կդառնա կոմ։ Ձգտելու տեղ են տվել իրան ձեռնապահները։ Դե ինչպես սիրում էին կրկնել ԽՍՀՄ-ում, Աստված առաջ, սիրելի ընկեր կոմունիստներ։ Հայ Հայաստան, կոմունիզմ ու Աստված։ Մնացեք մեզ հետ։
հիմա մոտ եկեք նենց բան եմ ասելու, որ պետքա մեր մեջ մնա։ Դոմուսը ունի outlet սրահ Թբիլիսյան 20 ռոբոտ հասցեով 3-րդ հարկում։ Ասեմ ավելին, հələ մոտ եկեք։ 25-ից 70% զեղչ կահույքի, շինանյութի եւ տեխնիկայի համար։ Հիմա որ այս ամեն ինչը իմացաք, ոչ մեկի չեք ասում, աննկատ դուրս եք գալիս ու շտապում եք Թբիլիսյան խճուղի 20 կոտորակ 8 3-րդ հարկ։ Դոմուսի outlet-ում զեղչված ապրանքների քանակը սահմանափակ է։ Դեգի մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարսա, մեզ բաց շագանակագույն լամինատ ա պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսի միջ գույնա։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հերոստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնում է պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Պետական պաշտոնյան վախենում է որևիցե բան անել, որ կարող է այդ ճակերտավոր բլոգերների լեզուն երկար գա մտնի իր ընտանիք, իր երեխաներ, իր կին։ Դե ինչ, կոմունիզմը ձևավորեց իշխանություն Գյումրիում ու մտածում կարող է իսկական շատ էլ նորմալ կոմունիստական ուղով Պլենում կանցկացնեն, լիտուչկաներ կանցկացնեն, սիեզդ ավականու սիեզդ ալնելու այսօր Գյումրիում։ Կարող է 27-րդ սիեզդը ԿՊՍՍ-ի մի հատ կրկնեն։ Вообще, միած success story-ն է կոմունիզմի, որ Չինաստանը նայի ասի, արա, այս ինչ լավն է։ Հեսեն Վարդան Ղուկասյանի իր ուժեր, իր սեփական ուժերով հասավ այդ պաշտոնին։ Աշխատեց իր վրա, կրթվեց, ջանք չխնայեց ու հասավ աներոջ մոտ տեղակալ որ ոչ մեկ չմտածի, որ այս այդպես ինչ որ կողմնակալություն է, Ղուկասյանը ասեց կրկնակի խիստ եմ լներ իր համար։ Ճոգում ես դի Вообще ամեն մատը բոքսելու է։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։